Երբ թուրքերը 11-րդ դարում հայտնվեցին հայկական լեռնաշխարհում, հայերը նրանց վերաբերվեցին որպես հերթական հրոսակախմբի։ Հայերին թվում էր, թե վճարելով փրկագին նրանք կկարողանան լեզու գտնել թուրքերի հետ։ 11-րդ դարի հայ պատմիչ Մատթեոս Ուրհայեցին ահա թե ինչպես է նկարագրում քոչվոր թուրքական ցեղերի արշավանքը դեպի Հայաստան։ Արյունարբու և գազանացյալ ազգն թուրքաց տարածվեց երկրի բոլոր կողմերը և չմնաց որևէ գավառ խաղաղության մեջ։ Քրիստոնյաների տները ենթարկվեցին հարձակման և գերության, արգելակվեցին հողագործության աշխատանքները, սրի քաշվեցին մշակներն ու աշխատավորները, անմարդաբնակ դարձան բազմաթիվ գավառներ, և փաստորեն բացվեցին կայսրության արևելյան դարպասները։ Անցել է ուղիղ 1000 տարի, մինչև այսօր հայ ժողովուրդը ավելի քան 1000 տարի ապրելով թուրքերի հետ չգիտի այդ ազգին, երբեք չի փորձել հասկանալ։ 1000 տարի հայերը փորձել են լեզու գտնել թուրքերի հետ ու 1000 տարի ձախողվել են։ Հայերը այդպես էլ չհասկացան այն, ինչ ուզում են թուրքերը, իրենք չեն կարող առաջարկել։ Ավելին, թուրքերը իսկապես նման չեն ոչ նախորդ, ոչ էլ հաջորդ նվաճող ու քոչվոր ազգերին։ Այսօր մենք կփորձենք հասկանալ ովքեր են թուրքերը, ինչպես են հայտնվել մեր տարածաշրջանում, ինչպես են մեր հայրենիքում հայրենիք ձեռք բերել իրենց համար և ինչպես են մեր և տարածաշրջանի այլ ազգերի նախնիները նստակյացներն ընդդեմ քոչվորների քաղաքակրթական պատերազմում պարտություն կրել։ Դուք դիտում եք Մանդելայի էֆեկտը։ Տարընթերցումներից ու սխալ մեկնաբանություններից խուսափելու համար հենց ամենասկզբից հստակ ընդգծենք, որ քոչվոր բառը, քոչվորական ցեղախումբ կամ քոչվորական քաղաքակրթության եզրույթներն օգտագործելիս որևիցե տեսակի պիտակավորման խնդիր չենք լուծում, առավել ևս քոչվոր հասկացությունը չենք օգտագործում բացասական կամ վիրավորական իմաստով։ Ինչպես նստակյաց, այնպես էլ քոչվորական քաղաքակրթությունները մեծ քաղաքակրթություններ են և շատ բան են տվել մարդկությանը։ Միաժամանակ քոչվորական քաղաքակրթությունն իր վարքաբանական ու որ շատ հետաքրքիր է նաև արժեքաբանական համակարգով զգալիորեն տարբերվում, հաճախ նաև խիստ հակոտնյա, երբեմն նույնիսկ անհամատեղելի են նստակյաց քաղաքակրթության հետ։ Եվ հիմա անցնենք գլխավոր հարցերին։ Ովքեր են թուրքերը և ինչպես են շուրջ 1000 տարի առաջ հայտնվել մեր տարածաշրջանում, մասնավորապես մեր հայրենիքում։ Գիտության մեջ ընդունված է կարծիքը, որ թուրքական ցեղերի նախնիներն ապրել են Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում, եղել են ռազմատենչ ու հաճախ հարձակվել են Չինաստանի վրա։ Հենց այդ պատճառով էլ չինացիները կառուցել են հայտնի պատը, որ պաշտպանվեն թուրքական ցեղախմբերի կրկնվող ավերիչ հարձակումներից։ Դեպի Չինաստան արշավանքների բարդության, ինչպես և կլիմայական փոփոխությունների պատճառով թուրքական ցեղախմբերն աստիճանաբար տեղափոխվել են արևմուտք, հասնելով Կասպից ծովի ափերին, իսկ որոշ ցեղեր ընդհուպ մինչև Դանուբ գետի ափերը։ Ըստ սկզբնաղբյուրների սելջուկ թուրքերի հայրենիքը եղել է Կենտրոնական Ասիայի Սիրդարյա գետի միջին հոսանքը։ Այստեղ Կենտրոնական Ասիայում թուրքերի առանձին խմբեր վարձկան զինուժի դեր են կատարել արաբական խալիֆայությունում։ Եվ հենց արաբական խալիֆայության ազդեցության պարագան է պայմանավորել, որ 9-ից 11-րդ դարերում թուրքական ցեղերն իսլամ են ընդունել և փոխառել պետականաշինության որոշ արժեքներ։ Մի շատ կարևոր պարզաբանում, քչերը գիտեն, որ Թուրան անվանումը թուրքերի հետ կապ չունի։ Հնում իրանական աշխարհը բաժանված էր երկու մասի՝ Իրան, այսինքն իրանական բարձրավանդակը, որտեղ բնակվում էին իրանական նստակյաց ժողովուրդները, և Թուրան, փաստացի ամբողջ ժամանակակից Կենտրոնական Ասիան, որտեղ բնակվում էին իրանական քոչվոր ժողովուրդները՝ սկյութները, քուշանները, մասագետները, պարթևները և այլն։ Սահմանը ամուդարյա գետն էր, և ահա վաղ միջնադարից սկսած Թուրանի, այսինքն ժամանակակից Կենտրոնական Ասիայի տարածքում են հայտնվում թուրքական քոչվոր ցեղախմբերն ու նաև որոշակի ասիմիլյացիայի ենթարկվում։ 10-րդ դարում թուրքական մի ցեղ դուրս գալով արևմտյան Թուրքեստանից Խորասանում հիմնում է Ղազնևյան սուլթանությունը։ Միաժամանակ հենց Թուրքեստանում ընթանում էին քաղաքական գործընթացներ, որի արդյունքում հետագայում պետք է ծնվեր սելջուկ թուրքական աշխարհակալ տերությունը։ Միջնադարյան աղբյուրները կցկտուր տեղեկություններ են հաղորդում այս ցեղախմբի առաջնորդ Սելջուկի մասին։ Հայտնում են, որ նրա նախնիները թուրքական օղուզական Քնեք ցեղի առաջնորդներն էին։ Թե Սելջուկը և թե նրա նախնիները ծառայել են Թուրքեստանի խաքանի պալատում
եւ ինչ որ պահի Սելջուկին հաջողվել է իր շուրջը համախմբել օղուզական ցեղախմբերին։ Ըստ սկզբնաղբյուրների Սելջուկ թուրքերի հայրենիքը եղել է Կենտրոնական Ասիայի Սիրդարյա գետի միջին հոսանքը։ Սելջուկյան քոչվոր անասնապահ ցեղախմբերը ստվարացել են Սիրդարյայի ստորին հոսանքում ապրող օղուզների հաշվին։ Շատ չանցած նոր արոտավայրեր ձեռք բերելու համար լարվում են Սելջուկ թուրքերի եւ Թուրքեստանի Խաքանի հարաբերությունները։ Խուսափելով պատերազմից սելջուկյան առաջնորդները թողնում են իրենց բնակավայրն ու 960-ական թվականներին հաստատվում են Սամարղանդի, Բուխարայի եւ Նուրայի շրջաններում։ Այստեղ նույնպես սելջուկ թուրքերը խաղաղություն չեն գտնում։ Սելջուկի որդիներ Միքայելը եւ Արսլանը տևական ժամանակ պատերազմներ են մղել տեղի գերիշխող դիրք ունեցող իշխանությունների հետ։ Սելջուկի որդի Արսլանը, որը գլխավորում էր Բուխարայի սելջուկյան խմբավորումը, 1025 թվականին պարտվում է Ղազնավյանների դեմ մարտերում, սակայն Սելջուկի թոռները Միքայելի որդիներ Տուղրիլ եւ Չակիր բեգերը, շարունակելով պայքարը Ղազնավյանների դեմ 1040 թվականին Դանդանականի ճակատամարտում հաղթանակում են եւ գրավում Խորասանը։ Առանց չափազանցության Հայաստանից շատ հեռու տեղի ունեցած Դանդանականի ճակատամարտը ճակատագրական նշանակություն է ունեցել համաշխարհային պատմության ու մասնավորապես հայոց պատմության համար, որովհետև այս հաղթանակից հետո են սկսվում սելջուկ թուրքերի լայնամասշտաբ արշավները դեպի Իրան, Իրաք, Փոքր Ասիա ու հայկական լեռնաշխարհ։ Այլ կերպ ասած, սկսվում է թուրքական քոչվոր անասնապահների զինված խմբերի լայնամասշտաբ ներխուժումը հայկական լեռնաշխարհ։ Այս դրվագի ճակատագրականությունը հասկանալու համար պետք է արձանագրել, որ մինչև այս պահը, այսինքն մինչև 11-րդ դարը, մեր նախնիները երբևէ չեն բախվել հայկական լեռնաշխարհ այլ էթնիկ խմբի լայնամասշտաբ ներթափանցման հետ։ Անշուշտ հայերը եւ միջին ու մերձավոր արևելքի մյուս նստակյաց ժողովուրդներն առաջին անգամը չէր, որ առնչվում էին քոչվորական ներխուժումների կամ արշավանքների հետ։ Այս երևույթի հետ մեր նախնիներն առնչվել են դեռևս ուրարտական ժամանակներից, սկսած սկյութական եւ կիմերական արշավանքներից, վերջացրած արաբական նվաճումների ժամանակաշրջանում Արաբիայի անապատներից դուրս եկած ու տարածաշրջան ներխուժած բեդվինական արշավանքներով։ Որն էր այսօրինակ քոչվորական արշավանքների առանձնահատկությունը։ Նրանք ներխուժում էին, եթե կարողանում էին հաղթել պատերազմում, թալանում էին, իրենց հետ վերցնում էին այն ամենը, ինչ հնարավոր էր տանել ու հեռանում էին։ Հայերը երբեք չեն առնչվել այնպիսի երևույթի, որ քոչվոր նվաճողները մնան հայկական լեռնաշխարհում, բնակություն հաստատեն եւ ազդեն տարածաշրջանի էթնիկ դիմագծի վրա։ Մինչև բուն քոչվորական արշավանքներին ու Հայաստանի նվաճման մասին խոսելն անդրադառնանք, թե ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ էր տերում տարածաշրջանում եւ ինչպես թույլ տված սխալների պատճառով իրենք իրենց ձեռքով փորեցին իրենց պատմական գերեզմանները տարածաշրջանի երկու գերտերությունները՝ արաբական խալիֆայությունն ու բյուզանդական կայսրությունը։ Սկսենք արաբներից։ Պատմության մեջ առաջին անգամ հայկական լեռնաշխարհի էթնիկ դիմագիծը փոխելու փորձերի երևույթի հետ հայերը բախվել են 8-րդ դարի կեսերին, երբ տարածաշրջանը նվաճած արաբական խալիֆայության կենտրոնական իշխանությունները որոշեցին, որ Բյուզանդիայի հետ հակամարտության համատեքստում անհրաժեշտ է կոնտակտային գոտիներում ազգային կազմ փոխել, վերաբնակեցնել իսլամադավան ժողովուրդների, որպեսզի տարածաշրջանի համար Բյուզանդիայի հետ պայքարում խալիֆայության դիրքերն ու այսպես կոչված առաջնագծի թիկունքն ամուր լինի։ Այսպես առաջին անգամ հայկական լեռնաշխարհի հարավային ու որ շատ հետաքրքիր է կենտրոնական հատվածներում արաբական խալիֆայությունը իսլամադավան ցեղերի տեղակայեց։ Սա 1000 ու մի գիշերից հայտնի Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի մտահղացումն էր ու նրա հետևողական քաղաքականությունը։ Ուշագրավ է, որ երբ Թովմա Արծրունի պատմիչը ներկայացնում է, թե ինչպես են հայերն առաջին անգամ 762 թվականին թուրքական քոչվոր մի ցեղախմբի հետ առնչվել հարավային Վասպուրականում, հայերի ընկալումը եղել է այն, որ գործ ունեն ավազակաբարո հանրույթի հետ։ Մի խումբ գիտնականների կարծիքով թուրքական տարը հայկական լեռնաշխարհում առաջին անգամ հաստատվել է հենց Հարուն ալ-Ռաշիդի այս քաղաքականության արդյունքում, քանզի արաբական խալիֆայությունը Կասպից ծովի հարավային եւ արևելյան հատվածներում թափառող մի շարք թուրքական ցեղախմբերի օգտագործում էր որպես զինվորական վարձկաններ։
Օրինակ 9-րդ դարի կեսերին Հայաստանում ապստամբած իշխաններին պատժելու եւ Հայաստանը հպատակեցնելու համար ուղարկված արաբական խալիֆայության զորքը ղեկավարում էր զորավար Բուղան, որը թուրքական ցեղախմբից էր, արաբների մոտ վարձկաներ ու հայտնի էր այնպիսի դաժանություններով, որը բնորոշ չէր արաբ զինվորականներին։ Արաբական խալիֆայության այս քաղաքականությունը իր բացասական հետևանքներն ունեցավ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար, որովհետև փաստացի թուրքական քոչվոր ցեղերի դեպի Մերձավոր Արևելք ու Փոքր Ասիա արշավանքներից հայկական լեռնաշխարհը, որը տարածաշրջանում գերիշխելու բանալին էր, լրջագույնս տուժեց։ Հայաստանում հայտնված օտար տարը բնիկ հայերին մղում էր արտագաղթի։ Հայտնի են փաստեր, որ չդիմանալով բռնաճնշումներին, մի շարք հայ իշխաններ իրենց բնակչությամբ հանդերձ լքել են հայրենի տարածքներն ու տեղափոխվել բյուզանդական, փոքրասիական եւ նաեւ եվրոպական տարածքներ։ Եվ եթե այս երևույթը օմայանների օրոք մասնակի բնույթ էր կրում, ապա Աբասյանների ժամանակ դարձավ զանգվածային։ Նույն Հարուն ալ-Ռաշիդի իշխանության ծանր տարիներին Շապու Համատունին իր տոհմի եւ զորքի հետ միասին գաղթեց Բյուզանդիա։ Խալիֆայությամբ բերված իսլամական ցեղերը հայ նախարարներից բռնությամբ հողեր էին խլում։ Օրինակ Ութմանիկ արաբական ցեղը Աղիովիտի գնունիներին ստիպեց հեռանալ եւ նրանց փոխարեն հաստատվեց Վանա լճի հյուսիսարևելյան հատվածում Բերկրիում։ Փաստորեն զուգադիպեցին երկու աղետալի երևույթներ՝ բնիկների արտագաղթը եւ օտար տարի բնակեցումը ընդհուպ Հայաստանի միջնաշխարհում։ Ըստ էության արաբ խալիֆաները Վասպուրականի եւ Բարձր Հայքի որոշ գավառներում իսլամադավան տարի հաստատմամբ եւ հայերի զանգվածային արտագաղթի հրահրմամբ մի այնպիսի վերք առաջացրին հայկական լեռնաշխարհի սրտում, որը դարեր շարունակ հնարավոր չեղավ ապաքինել։ Հայաստանում իսլամադավան ցեղերի ներկայությունն այստեղ օտար քաղաքական միավորների, այսպես կոչված ամիրայությունների գոյացման հիմք հանդիսացավ։ Նրանք զգալիորեն դժվարացրին հայկական կենտրոնաձիգ պետականության վերաստեղծումն ու ամրապնդումը, ինչպես Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում, այնպես էլ հաջորդ դարերում, ինչը կարող էր միջինասիական տափաստաններից դեպի Մերձավոր Արևելք ու Փոքր Ասիա արշավող թուրքական քոչվոր ցեղերի դեմ պատվար հանդիսանալ։ Այսպիսով առանց գիտակցելու արաբական խալիֆայությունն իր իսկ ձեռքով դարձավ սեփական գերեզմանափորը, քանզի մեծ հաշվով հենց միջին ու Մերձավոր Արևելք ներխուժած քոչվոր ցեղերի հարվածների ներքո պատմության թատերաբեմից պետք է հեռանար արաբական խալիֆայությունն ու իր տեղը զիջեր քոչվոր թուրքական արշավանքների ուղիղ ժառանգորդին ու գլխավոր շահառուին՝ Օսմանյան կայսրությանը։ Ավելին, արաբական ժողովուրդները պետք է դարերով ընկնեին Օսմանյան լծի տակ եւ միայն 20-րդ դարի սկզբին կարողանային թոթափել այդ լուծն ու անկախ հասարակություններ ստեղծեին։ Հիմա հասկանանք, թե ինչ էր անում մյուս գերտերությունը՝ Բյուզանդիան։ Տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում քոչվոր թուրքերի արշավանքի նախօրեին շատ ավելի ճակատագրական էր ու ողբերգական բյուզանդական կայսրության քաղաքականությունը։ Նախ եւ առաջ դա համընկավ Անիի Բագրատունյաց թագավորության անկման հետ։ Հայտնի փաստ է, որ բյուզանդացիները մի քանի դար շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի կլանեն հայկական պետականությունն ու համառ պայքար են տարել անգամ հայկական ինքնության դեմ, մասնավորապես փորձելով ուղղափառ եկեղեցու մեջ տարալուծել հայ առաքելական եկեղեցին։ Իրավիճակը ել ավելի բարդացավ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ Խոսքը 11-րդ դարի սկզբի մասին է, երբ Հայաստանը նվաճած Բյուզանդիան քաղաքական ու ռազմական տեսանկյունից այնպես ամայացրեց Հայաստանը, որ քոչվոր թուրքերի համար Հայաստանը, այնուհետև նաև ամբողջ տարածաշրջանը նվաճելը դարձավ ոչ այնքան բարդ մի խնդիր։ Բյուզանդական այս քաղաքականությունը դիպուկ գնահատական է տվել Մաթեոս Ուրհայեցի պատմիչը։ Նա գրում է. Երբ հռոմեացիք քաջ եւ ուժեղ մեկի հանդիպում էին, աչքը հանել էին տալիս կամ ծովն էին գցում, որ խեղտամահ լինի։ Վասիլ կայսեր օրոք Բյուզանդիան Հայաստանում պաշտոններ էր բաժանում յուրայիններին, իսկ հակառակորդներին ցրում էր կայսրության ամբողջ տարածքով մեկ։ Արիստակես Լաստիվերցի պատմիչը վկայում է, որ Վասիլին հաջորդած Կոստանդին Մոնոմախ կայսրը 1020-ական թվականներին հայ ազնվականությանը եկամտաբեր կալվածքներ էր շնորհում կայսրության տարբեր հատվածներում եւ վերաբնակեցնում նրանց։ Շատ ավելի զարհուրելի էր հայկական զորքի նկատմամբ բյուզանդական վերաբերմունքը։
Ասողիկ պատմիչի վկայությամբ գրավելով Հայաստանի այս կամ այն նահանգը Բյուզանդիան չէր լուծարում տեղի հայկական զինված ուժերը, բայց դրանք տեղափոխում էր կայսրության այլ հատվածներ։ Օրինակ, Հովհաննես Չմշկիկ կայսեր օրոք հիշատակվում է Բուլղարիայում ռուսների դեմ պատերազմող հայկական հետևակի մասին։ Մատթեոս Ուրհայեցին հայկական զորքերի մասին է հիշատակում նաև Կոնստանտին Մոնոմախ կայսեր օրոք, որոնց մի մասն անկասկած Բագրատունյաց թագավորության երբեմի զինված ուժերն էին։ Ճիշտ է, հայկական զորքերն ուղարկվում էին կայսրության տարբեր մասերը պատերազմելու, սակայն ամբողջովին Հայաստանից դուրս բերել զորքերը հնարավոր չէր, եւ քոչվոր թուրքական ցեղերի արշավանքների նախօրեին Բյուզանդիան կատարում է հերթական ճակատագրական սխալը։ Կոնստանտին Մոնոմախ կայսեր հատուկ հրամանով Հայաստանի տարածքի հայկական զորքերը ամբողջովին լուծարվում են։ Ավելին, շրջակա հայկական բնակավայրերը, որոնք հարկ էին տալիս այդ զորքը պահելու համար, պետք է շարունակեին հարկերը վճարել, այն էլ շատ ավելի մեծ չափերով։ Ըստ բյուզանդացի հեղինակների, հայկական զորքերը լուծարելու եւ բնակչության հարկահանությունը շարունակելու պատճառը կայսեր ագահությունն էր, դրամ կորզելու եւ խնայելու նրա մարմաճը։ Չի սխալվում բյուզանդացի պատմիչ Միքայել Ատտիալատեսը, երբ իր աշխատության մեջ Հայաստանում սելջուկ թուրքերի ռազմական հաջողությունները նախապատրաստելու համար ուղիղ մեղադրում է Կոնստանտին Մոնոմախ կայսրին։ Դիմելով նման քայլի, բյուզանդական կայսրությունը փորձում էր կանխել անկախությունը կորցրած Հայաստանի հնարավոր ապստամբությունը։ Հենց նույն պատճառով էր բյուզանդական կայսրությունը նաև աքսորի մեջ պահում Պետրոս Գետադարձ կաթողիկոսին եւ թույլ չէր տալիս, որպեսզի նա վերադառնա Հայաստան։ Փաստացի բյուզանդական կայսրությունը կարճաժամկետ մարտավարական խնդիրների լուծման համար ճակատագրական ստրատեգիական սխալներ գործեց, ինչը չափազանց ծանր հետևանքներ ունեցավ ոչ միայն Հայաստանի, այլև հենց բյուզանդական կայսրության համար։ Իդեպ Կոնստանտին Մոնոմախն այն կայսրն է, որի գլխարկը մինչև հիմա պահվում է Ռուսաստանի թանգարաններից մեկում եւ երկար տարիներ Ռուսաստանում համարվել է թագավորական միահեծան իշխանության գլխավոր խորհրդանիշը, անգամ թագավորական իշխանության պատասխանատվության ծավալի մեծությունն ընդգծելու համար հայտնի ռուսական ասացվածք կա. «Ծանր է Մոնոմախի գլխարկը»։ Այնուամենայնիվ, մի շարք հետազոտողների կարծիքով Մոնոմախի հայտնի գլխարկը իրականում ոչ մի կապ չունի Կոնստանտին Մոնոմախ կայսեր հետ եւ ռուսական արքունիքում է հայտնվել միայն 15-րդ դարում, այն ինչ որ մոնղոլ առաջնորդ է նվիրել ռուս իշխաններից մեկին։ Ուշագրավ է, որ բյուզանդական կայսրերը սովորաբար իրենց դրամների վրա, ձեռագրերի մանրանկարներում, խճանկար պատկերներում ներկայացված են գնդով, ձախ ձեռքում բռնած խաչը, աջ ձեռքում մականը։ Իսկ ահա Կոնստանտին 9-րդ Մոնոմախը Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի պատի մի մեծադիր խճանկարում պատկերված է երկու ձեռքով փողի մի մեծ տոպրակ բռնած։ Այս խճանկարով Կոնստանտին Մոնոմախը ցանկանում էր հավերժացնել իր մասին հիշողությունն առ այն, թե ինչքան շատ ոսկի էր կուտակել։ Ճակատագրի բերումով այս նյութապաշտության պատասխանը շատ չուշացավ եւ եկավ արևելքից բյուզանդական կայսրությանը գրող քոչվոր սելջուկ թուրքերի արշավանքների տեսքով։ Սելջուկ թուրքերի կողմից Հարավային Կովկասի ու Փոքր Ասիայի մեծագույն մասին եւ համարյա ամբողջ Հայաստանի նվաճումը տևել է մոտ 60 տարի։ Քոչվոր թուրքերի այս արշավանքներն իրենց բնույթով կարելի է բաժանել երկու խոշոր փուլի։ Առաջին փուլը ընթացել է 1016-1063 թվականներին։ Այս փուլին բնորոշ են ավարառությունն ու կողոպուտը, գերեվարությունը, ծաղկուն գյուղերի եւ քաղաքների ամայացումը։ Երկրորդ փուլն ընթացել է 1064-1092 թվականներին։ Այս փուլում թուրքական ցեղերի ավարառությանն ավելացել է մի նոր նախադեպը չունեցող բաղադրիչ, այն է թուրքական ցեղերի կողմից արշավանքների ենթարկված երկրների վերջնական նվաճումն ու բնակեցումը։ Արշավանքների առաջին փուլում ասպատակությունների են ենթարկվում հիմնականում Հայաստանի հարավային շրջանները։ Սելջուկ թուրքերի հիմնական հարվածային ուժը կազմում էին արաբական խալիֆայության կազմաքանդումից հետո հարևան Իրանում եւ Ատրպատականում առաջացած ոչ մեծ իրանական իշխանությունների զինված ուժերում որպես վարձկաններ ծառայող թուրքերը,
որոնք ժամանակի ընթացքում այս իշխանությունների բանակների գլուխ էին անցել եւ մեծ ազդեցություն էին ձեռք բերել։ Հայկական եւ բյուզանդական սկզբնաղբյուրները հայտնում են, որ դեռևս 1016 թվականին Իրանի եւ Ատրպատականի ամիրությունների բանակներում ծառայող թուրք զինվորները հրոսակներ կազմած ներխուժել էին Վասպուրականի Արծրունյաց թագավորության սահմանները։ Բյուզանդական կայսրությունը ընդառաջելով Վասպուրականի հայերի խնդրանքին ուղարկել էր Բուլղարիայում գերված բուլղարներից բաղկացած մի զորագունդ, որը սակայն կայսեր հրամանով Վասպուրականը քարուքանդ արեց եւ նպաստեց Արծրունյաց թագավորության վերացմանը։ Ինչն է անչափ հետաքրքիր, դարեր շարունակ Վասպուրականի արծրունիները դեպի Փոքր Ասիա ներխուժման պատվարն էին եւ թույլ չէին տալիս տարատեսակ զավթիչների հարավից ներխուժել հայկական Լեռնաշխարհ եւ Փոքր Ասիա։ Վասպուրականի հայոց թագավորության դեմոնտաժը կազմակերպելով Բյուզանդիան իր իսկ ձեռքով թուրքերի առաջ բացեց բյուզանդական կայսրության աշխարհագրական դարպասները։ Սելջուկ թուրքերի հիմնական արշավանքների առաջին փուլի հիմնական մասը սկսվում է 1029 թվականին, երբ Բուխարայում հաստատված սելջուկ թուրքերի խմբավորումը պարտվում է Ղազնևյան սուլթանության զորքերի դեմ մարտերում եւ հարկադրված ճողոպրում դեպի Իրան ու Ատրպատական։ Այստեղից սկսվում է քոչվորական բանակների ասպատակությունները Հայաստանի հարավային շրջաններում եւ Միջագետքում։ Հայերի նկատմամբ սելջուկ թուրքերի դաժանությունների լուրերը անհանգստություն են առաջացրել քրդերի, վրացիների ու աբխազների շրջանում։ Այդ լուրերն այնքան տագնապալի էին, որ վրաց թագավոր Բագարատ IV-ը, լսելով հայերի նկատմամբ Օղուզ թուրքերի չլսված վայրագությունների մասին, սկսել էր աննախադեպ միջոցներ ձեռնարկել իր թագավորությունը պաշտպանելու համար։ 1042-1043 թվականներին Իրաքից վերադարձող սելջուկ թուրքերն ասպատակում են Արարատյան նահանգի Բջնի գավառը, Հրազդան գետի ափին Բջնիի մոտ։ Նրանց դեմ են դուրս գալիս հայոց Գագիկ II Բագրատունի արքայի եւ Գրիգոր Պահլավոնու զորքերը եւ պարտության մատնելով քոչվոր հրոսակախմբերին ստիպում են վերադառնալ Ատրպատական։ Իբն ալ-Ասիր պատմիչը, շարադրելով 1043-44 թվականների դեպքերը, գրում է, որ Օղուզ թուրքերը հաճախակի արշավում էին հայերի երկիր, կողոպտում այն եւ վերցնում այնքան շատ գերիներ, որ մի գեղեցիկ ստրկուհին արժեր հազիվ 5 դինար, իսկ տղամարդկանց ոչ ոք չէր ցանկանում վերցնել, անգամ ձրի։ Այսպիսով քոչվոր թուրքերի արշավանքների առաջին փուլն էլ ավելի թուլացրեցին Հայաստանը։ Արագացրին Բագրատունյանց թագավորության անկումը, նախապատրաստելով ամբողջ Հայաստանի նվաճումը նախ բյուզանդական կայսրության, ապա նաև սելջուկ թուրքերի կողմից։ Հետաքրքիր է, որ քոչվոր թուրքերի արշավանքների արդեն հաջորդ փուլը համընկավ նրա հետ, որ հայկական Լեռնաշխարհի բոլոր նահանգներն ու գավառները գտնվում էին բյուզանդական կայսրության տիրապետության տակ։ Ինչպես նկատում է մեծանուն հայ պատմաբան Հակոբ Մանանդյանը, Տիրանալով հայկական Լեռնաշխարհին, բյուզանդական կայսրությունն այժմ ինքը պետք է պաշտպաներ իր նոր սահմանները զանազան կողմերից Հայաստան բերված օտար վարձկան զորքերով, որոնց համար այս երկիրը ոչ հայրենի տուն էր, ոչ էլ հարազատ բնակավայր։ Բյուզանդական հեղինակ Կեկավմենոնը վկայում է, որ Կոնստանտին Մոնոմախ կայսրը մի կողմից լուծարել էր Բագրատունիների 50,000-անոց բանակը, մյուս կողմից հոգ չտարավ կայսրության սահմաններն ամրապնդելու եւ վերահաս վտանգից պաշտպանելու համար։ Ակադեմիկոս Բարտոլդը նշում է, որ 1040-ական թվականների արշավանքները սոսկ ռազմական առաջխաղացում չէին, այլ ցեղախմբերի տեղափոխություն, բնակության եւ արոտավայր որոնելու նպատակով։ Այս տարիներին սելջուկ թուրքերն արդեն իսկ ամրացել էին ժամանակակից Իրանի հյուսիսում, Ատրպատականում եւ այն վերածել հայկական Լեռնաշխարհը Միջագետքը ու Փոքր Ասիան նվաճելու պլացդարմի։ Տևական մարտերից ու սարսափելի վայրագություններից հետո ի վերջո 1049 թվականին սելջուկ թուրքերի առաջնորդ Տուղրիլ բեգը եւ Կոնստանտին Մոնոմախ կայսրը զինադադար են կնքում։ Առժամանակ թուրքական ասպատակությունները դադարում են, քանզի Տուղրիլ բեգը զբաղված էր թուրքմենական ցեղերի ապստամբության ճնշմամբ, բացի դրանից Տուղրիլի գլխավոր նպատակը դարձել էր Բաղդադը, մուսուլմանների խալիֆի նստավայրը, ինչին նա հասավ։ 1058 թվականին Բաղդադի խալիֆայից Տուղրիլ բեգը ստացավ սուլթանի կոչում եւ պաշտոնապես հիմնադրեց սելջուկ թուրքերի աշխարհակալ տերությունը։ Տուղրիլին հաջորդածը նրա եղբոր որդին էր Ալփ Արսլան սուլթանը,
ով ձեռնարկեց Հայաստանի ամբողջական նվաճումը։ Հատկապես սոսկալի է եղել թուրքերի կողմից 1064 թվականին Անի քաղաքի առումը, ինչից հետո Սուլթան իր սուրն ուղեց բյուզանդական Փոքր Ասիայի վրա։ 1070 թվականին, երբ Ռոմանոս IV Դիոգենես կայսրը արևելքից վերադարձել էր Կոստանդնուպոլիս, Ալփ Արսլանը մեծ ուժերով շարժվեց դեպի Փոքր Ասիա։ Հայաստանի հարավային ճանապարհով, Արածանիի հովիտներով նա ներխուժեց բյուզանդական կայսրության հարավ-արևելյան տարածքները։ Առջևում մարդկության պատմության բեկումնային իրադարձություններից մեկն էր Մանասկերտի ճակատամարտը։ 1071 թվական օգոստոս ամիս հայկական լեռնաշխարհի ամենասրտում Վանա լճից քիչ հեռու Մանասկերտ քաղաքի մոտ ճակատամարտի դաշտում հանդիպում են երկու աշխարհներ՝ քոչվորական քաղաքակրթությունը եւ նստակյաց քաղաքակրթությունը։ Պատկերացրեք, թե ինչ աշճանի կարևորություն ուներ Մանասկերտի ճակատամարտը, որ հակամարտող բանակները ղեկավարվում էին ամենաբարձր մակարդակով։ Այսպես, բյուզանդական բանակը գլխավորում էր կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը, իսկ սելջուկ թուրքերի բանակը Սուլթան Ալփ Արսլանը։ Ռոմանոս Դիոգենես կայսերը արևելյան այս արշավանքի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչներ Մատթեոս Ուրհայեցին եւ Արիստակես Լաստիվերցին, սակայն ամենաարժեքավոր սկզբնաղբյուրը պետք է համարել բյուզանդացի պատմիչ Միքայել Ատտալիատեսին, որը եղել է կայսեր կողքին եւ անձամբ ականատես է եղել իրադարձությունների զարգացմանը։ Միքայել Ատտալիատեսը ծանր ապրումներով է հիշատակում Մանասկերտի ճակատամարտից առաջ բյուզանդական բանակի վիճակը։ Բյուզանդացի պատմիչն ասում է. Տեսնելու բան էր անցյալում հռչակավոր, իսկ այժմ փքրաթիվ զինվորներից համալրված զորամասերը, չքավորությունից մեջքը կքած, առանց զենքի ու պատերազմական երիվարի։ Նրանք միանգամայն անուշադրության էին մատնված, երկար տանիների ընթացքում չէին տեսել կայսրին արևելք արշավելիս, որոշված ռոճիկը չստացած եւ կամաց-կամաց թշնամիների հարձակումների հանդեպ լինելով անպատրաստ ու թշվառ, պարտվում էին եւ փախուստի դիմում։ Ծայրաստիճան ողորմելի, երկչոտ, արիություն գործելու անընդունակ մարդիկ, այդ են վկայում եւ նրանց դրոշները, կեղտոտ, կարծես ծխացյալ, դրոշներ, որոնց հետևից էին գնում փոքրաթիվ եւ չքավոր զինվորները։ Երիտասարդները պատերազմական փորձ չունեին այն դեպքում, երբ ընդդիմադիր եւ հարձակման անցածները շատ ռազմունակ էին, պատերազմի վտանգներում թրծված։ Այստեղ առանցքային հարց է, թե ինչու էր Ալփ Արսլանը ներխուժել բյուզանդական կայսրություն։ Հիմնական պատճառն այն էր, որ սելջուկ թուրքերը միջագետքը նվաճելու համար պատրաստվում էին Եգիպտոսի Ֆաթիմյանների հետ մեծ պատերազմի, եւ նրանց անհրաժեշտ էր կանխել հյուսիսից եկող վտանգը, հատկապես որ Ռոմանոս Դիոգենեսը մեծ բանակի գլուխ անցած շարժվում էր դեպի արևելք։ Մանասկերտի ճակատամարտում բյուզանդական կայսրությունը ջախջախիչ պարտություն կրեց։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Ռոմանոս Դիոգենեսը հավաքել էր մեծաթիվ բանակ, որը հույներից բացի բաղկացած էր ֆրանկներից, հայերից, օղուս թուրքերից եւ պեչենեգներից։ Հենց այս խայտաբղետությունն էր պարտության հիմնական պատճառը։ Բացի հայերից, ովքեր մարտնչում էին հանուն հայրենիքի, ոչ ոք շահագրգռված չէր մարտի ելքով, իսկ իսլամադավան թուրք եւ պեչենեգ վարձկանները ճակատամարտի ամենավճռական պահին անցան սելջուկ թուրքերի կողմը։ Մանասկերտի ճակատամարտի արդյունքը բյուզանդացիների համար այն աստիճանի աղետաբեր էր, որ նույնիսկ կայսր Ռոմանոս Դիոգենեսն էր գերի ընկել սելջուկ թուրքերի ձեռքը։ Այս դրվագն անչափ հետաքրքիր է։ Դաժանությամբ եւ վայրագություններով հայտնի Սուլթան Ալփ Արսլանը մեծահոգաբար եւ կայսերական պատվով է վերաբերվում գերեվարված կայսեր հետ եւ ընդամենը 7 օր հետո հաշտություն կնքելով Ռոմանոս IV Դիոգենեսին ազատ է արձակում։ Այս մեծահոգությունն ու ասպետական քայլը հստակ ստրատեգիական հաշվարկներ ուներ։ Ալփ Արսլանը գիտեր, որ Կոստանդնուպոլսում արդեն իսկ գահ է բարձրացել Ռոմանոս Դիոգենեսի հանդեպ շնամաբար տրամադրված դուկասների ընտանիքին պատկանող Միքայել 8-րդ Պարապինակիսը, եւ Ռոմանոս կայսեր վերադարձը քաղաքացիական պատերազմ էր հրահրելու Բյուզանդիայում, ինչից բնական է օգտվելու են Փոքր Ասիան նվաճելու մեծ հավակնություններ ունեցող սելջուկ թուրքերը։ Սուլթանն իր հաշվարկներում չէր սխալվել, այդպես էլ եղավ։ Տեղի ունեցածն ամենապատկերավորը ներկայացրել է գերմանացի հայտնի պատմաբան Հայնրիխ Գելցերը։ Նա նշում է. 1041 թվականին Մանազգերտի սոսկալի պարտության օրը բյուզանդական մեծ պետության մահվան ժամն էր։
Թեև նրա հետևանքներն իրենց բոլոր արհավիրքներով անմիջապես զգալի չէին, բայց փոքր Ասիայի արևելյան մասը, Հայաստանը եւ Կապադովկյան, այդ երկրները, որոնցից այդքան կայսրեր եւ զորապետեր էին դուրս եկել, եւ որոնք ներկայացնում էին տերության ուժը, ընդմիշտ կորած էին, եւ թաթարը յուր վրանը զարկեց հին հռոմեական անցյալի փառահեղության ավերակների վրա։ Իհարկե, սելջուկ թուրքերի քոչվորական տերությունը երկար կյանք չունեցավ, սակայն 11-րդ դարի այս արյունահեղ իրադարձությունները եւ քոչվոր թուրքերի կողմից հայկական լեռնաշխարհը տակնու վրա անելը, պաշտպանողականությունից զրկելն ու քոչվոր ցեղերի բնակությունը Հայաստանի տարբեր գավառներում հնարավոր դարձրին շատ ավելի սարսափելի մոնղոլական արշավանքները, իսկ արդեն 14-րդ դարում Լենգ Թեմուրի արշավանքն այն մեխն էր հայկական լեռնաշխարհի դագաղի վրա, որ թուրքական ցեղախմբերը մեխեցին ու հաստատվեցին մեր հայրենիքում։ Քաղաքակրթական այս մեծ պարտությունը, բացի նեխած կայսրություն Բյուզանդիայի կոպիտ քաղաքական սխալներից, ուներ նաև այլ, ըստ իս ավելի խորքային պատճառներ։ Դրանցից մեկն այն է, որ մեր նախնիները քոչվոր թուրքերի արշավանքներից առաջ երբեք չէին առնչվել պատերազմի տեսակի հետ, որը ենթադրում էր ազգաբնակչության զանգվածային ոչնչացում եւ էթնիկ զտումներ։ 11-րդ դարի սելջուկ թուրքական արշավանքներն առաջինն էին, որոնց հետևանքով հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդը զանգվածային ոչնչացվում էր, իսկ նրանց բնակության վայրերում հաստատվում էին քոչվոր թուրքական ցեղախմբերը, իրենց հազարավոր ոչխարների եւ այծերի հոտերով։ Քաղաքակրթական տարբերության համատեքստում անշուշտ տեղին է օգտագործել անհամատեղելիություն հասկացությունը։ Խնդիրն այն է, որ քոչվորական քաղաքակրթությունը ենթադրում է տնտեսական կառուցվածքի ինտենսիվ մոդել, այսինքն ելնելով բնակլիմայական պայմաններից, քոչվոր անասնապահները կոնկրետ աշխարհագրական վայրի ռեսուրսը սպառում եւ հեռանում են, փնտրելով իրենց անասունների համար նոր արոտավայրեր։ Իսկ ահա բացի անասնապահությունից ստացված ռեսուրսներից մնացածը ձեռք էր բերվում նստակյաց հասարակությունների վրա կողոպուտի նպատակով հարձակումների ճանապարհով։ Այդ պատճառով է, որ մեր եւ տարածաշրջանի մյուս նստակյաց ժողովուրդների նախնիները սկզբում խիստ զարմացել են, թե ինչու են նվաճողներն ավիրում դաշտերը, ցանքատարածություններն ու ոռոգման համակարգերը։ Մեր նախնիները չեն հասկացել, որ գործ ունեն ոչ թե թալանելու նպատակով կազմակերպված արշավանքի հետ, այլ գործ ունեն մի իրավիճակի հետ, երբ քոչվորական քաղաքակրթությունը եկել է նստակյաց քաղաքակրթության տարածք ապրելու եւ շրջակա միջավայրը հարմարեցնում է այն տնտեսվարական մոդելին, որով սովոր է եղել դարեր շարունակ ապրել։ Իսկ ահա նստակյաց քաղաքակրթության տնտեսական մոդելն էքստենսիվ է, ինչը ենթադրում է հողի վրա եւ հողի հետ ամենամյա աշխատանք։ Դրանով է պայմանավորված անգամ գերեզմանների հանգամանքը։ Նստակյաց հասարակությունները անկախ կրոնական պատկանելիությունից գերեզմաններ ունեին, ավելին իշխող դասակարգերը հոյակեր դամբարաններ էին ստեղծում։ Պատճառն այն էր, որ նստակյաց հասարակությունն աշխարհագրական այդ տարածքը չի լքում եւ կարող է իրեն թույլ տալ խնամել նախնիների գերեզմանները։ Ինչ վերաբերվում է հակոտնյա քաղաքակրթությանը, ապա քոչվորական ժողովուրդների, օրինակ մոնղոլների, ղազախների, ղրղզների, թուրքմենների եւ նաեւ ժամանակակից թուրքերի եւ ադրբեջանցիների նախնիները ընդհուպ մինչեւ նախորդ դարի 30-ական թվականները սովորություն ունեին հանգուցյալի հուղարկավորությունն այնպես իրականացնել, որ մահվանից հետո 40-րդ օրը հողաթուղթն այլևս չլիներ։ Սա բնորոշ էր քոչվորական բոլոր ժողովուրդներին։ Սահարայի տուարեգներին, Արաբիայի բեդվիններին եւ բնականաբար Կենտրոնական Ասիայի ու այնտեղից դուրս եկած թուրքերին։ Թուրքմեն արվեստաբան եւ հրապարակախոս Թիրքիշ Ջումագելդիևը պատմելով Օղուս թուրքական ծագմամբ թուրքմենների մասին գրում է. Այո, եղել են ժամանակներ, երբ քոչվոր թուրքմեններն իրենք են ցանկացել, որպիսի հուղարկավորության հողաթումբերն անհետանան։ Ավելին, տեղանքից քոչելու ժամանակ նրանք երբեմն ոչխարներին բաց են թողնում հողաթումբների վրա, որպիսի նրանք ոտնակոմ անեն եւ գետնին հավասարեցնեն գերեզմանները։ Սրա համար հստակ պատճառներ կային։ Թուրքմենական ցեղախմբերի մոտ, որոնք մշտապես քոչում էին Կասպից ծովի ափերից մինչև Ամուդարյա եւ հակառակը, ամեն ինչը, սկսած բնակավայրերից, հարմարեցված էր քոչվորական կյանքին, ամեն ինչի վրա դրված էր ժամանակավորության կնիքը։ Իսկ ահա թե ինչպես է արտահայտվում Ջումագելդիևը հայկական գերեզմանոցների մասին։
Մի օր մի թուրքմեն հայտնվում է հայերի գերեզմանոցում եւ վերադառնալով ցեղակիցների մոտ հիացմունքով պատմում է տեսածի մասին, հավելելով. այնքան լավ էր խնամված, որ մեռնելս եկավ։ Քոչվորական քաղաքակրթությանը պարտվելու հաջորդ պատճառն այն է, որ թե մեր եւ թե տարածաշրջանի մյուս նստակյաց ժողովուրդների նախնիները շուրջ 1000 տարի առաջ լավ չեն ընկալել, թե որակապես ինչ նոր տեսակի պատերազմելու ձևի հետ են առնչվում։ Անհիշելի ժամանակաշրջաններից տարածաշրջանի ժողովուրդները, այդ թվում հայերը, սովոր են եղել, որ պատերազմում են զինվորականները եւ խաղաղ բնակչությունը սրի չեն քաշում, որովհետեւ այդ բնակչությունը պետք է աշխատի ու հաղթողին հարկեր վճարի։ Մինչև քոչվորական արշավանքները ոչ միջին ու մերձավոր արևելքում, ոչ փոքր Ասիայում, ոչ էլ հայկական լեռնաշխարհում պատմությանը հայտնի չէ դեպք, որ էթնիկ զտումներ եղած լինեն ու խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացում։ Այս համատեքստում արժեքաբանության եւ վարքաբանության տեսանկյունից շատ բանի մասին է խոսում ազգային էպոսը եւ տարբեր ազգերի էպոսների համեմատությունը։ Օղուս թուրքական ցեղախմբերի, այսինքն ժամանակակից թուրքմենների, ուйղուրների, անատոլիական թուրքերի եւ կովկասյան թուրքերի, նույն ինքը ադրբեջանցիների ազգային էպոսը կոչվում է Քիթաբի Դեդե Գորգուտ, Իմպապ Գորգուդի գիրքը։ Այս էպոսը ձևավորվել է հենց այն ժամանակաշրջանում, երբ թուրքական ցեղախմբերը կենտրոնական Ասիայից շարժվել են դեպի առաջավոր Ասիա ու հայկական լեռնաշխարհ։ Առաջին անգամ այս թուրքական էպոսը գրի է առնվել 15-րդ դարում։ Թուրքական ցեղախմբերն արդեն իսկ այդ ժամանակ նվաճել էին հայկական լեռնաշխարհն ու Փոքր Ասիան, եւ էպոսում տեղ գտած շատ իրադարձություններ հենց այս նվաճումների մասին են։ Աշխարհահռչակ պատմաբան եւ արևելագետ Վասիլի Բարտելդը, ով առաջինն է ռուսերեն թարգմանել ու հանրայնացրել թուրքական էպոսը, նշում է, որ էպոսում հստակորեն արտահայտված է պատերազմը հանուն պատերազմի պաշտամունքը։ Միաժամանակ հայտնի պետական գործիչ եւ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ով երկար տարիներ ուսումնասիրել է թուրքական նվաճումների պատմությունը եւ թուրքական ժողովուրդների էթնո-հոգեբանությունն ու վարքաբանությունը, նկատել է, որ Իմպապ Գորգուդի էպոսը քարոզում է ոչ թե պատերազմը, այլ կողոպտիչ արշավանքներն ու մարդասպանությունը։ Օղուզների էպոսն ակնհայտ է դարձնում, որ քոչվոր թուրքական ցեղախմբերի շրջանում հարգանք էր վայելում միայն նա, ով կողոպտիչ արշավանքների է մասնակցել, արյուն է թափել ու գլուխներ է կտրել։ Համաձայն թուրքական էպոսի, առաջավոր Ասիան ու հայկական լեռնաշխարհը նվաճելու ժամանակներում տղաները անուն էին ձեռք բերում միայն այն բանից հետո, երբ արյուն են թափել, այսինքն մարդ են սպանել։ Ահա մի դրվագ թուրքական էպոսից։ Ղազանը նայեց աջ եւ բարձր ծիծաղեց, նայեց ձախ, մեծ ուրախություն ապրեց, նայեց իր առջև, տեսավ իր որդին Ուրուզին, ձեռքը խփեց ձեռքին եւ լաց եղավ։ Երբ վիրավորված որդին հարցնում է հորը, թե որն է իր նկատմամբ այդչափ արհամարհական վերաբերմունքի պատճառը, հայրը պատասխանում է. Մոտ արի որդիս, ես նայեցի ձախ, տեսա եղբորս Ղարագյունեին, նա գլուխներ է կտրել, արյուն է թափել, ստացել է պարգև եւ հասել է փառքի, նայեցի ձախ, տեսա ինձ դաստիարակած Արուզին, նա գլուխներ է կտրել, արյուն է թափել, ստացել է պարգև եւ հասել է փառքի, երբ նայեցի դիմացուս, քեզ տեսա, 16 տարի ապրում ես, երբ ես չեմ լինի, կմնաս միայնակ, բայց դու աղեղ չես քաշել, նետ չես արձակել, արյուն չես թափել, քաջ օղուզների շրջանում փառքի չես հասել։ Այսինքն հայրը տխրում է, որ իր 16 տարեկան որդին մարդասպան չէ ու գլուխներ չի կտրել, արշավանքների չի մասնակցել ու կողոպուտից պարգև չի ստացել։ Ահա թե ինչպիսին է թուրքական էպոսում հոր խրատը որդուն։ Որդիս, եթե հազարավոր գյավուրների էլ սպանես, ոչ մեկը քեզանից այդ արյան համար պատասխան չի ուզենա, նրանք կեղտոտ հավատքի գյավուրներ են։ Չկա նստակյաց քաղաքակրթության մաս կազմող որևէ ազգ, որի էպոսը սպանություն եւ արյուն թափել քարոզի։ Ավելին, եթե փորձենք Իմպապ Գորգուդի էպոսի արժեքները համեմատել հայերի Սասնա Ծռերի էպոսի արժեքների հետ, կհասկանանք, թե ինչու արդեն 1000 տարի հայերի հարաբերությունները մեր տարածաշրջանում հաստատված քոչվոր թուրքերի ժառանգների հետ մշտապես ավարտվում ցեղասպանությամբ ու էթնիկ զտումներով։
Այսպես են թուրքերը հայտնվել մեր տարածաշրջանում եւ այսպես է հայկական լեռնաշխարհում նոր հայրենիք հիմնադրել։ Եվ երբ խաղաղություն են քարոզում, պետք է հիշել Գորգուտ Պապի խրատները ցեղակիցներին։ 1000 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ հայ-օղուզական, եթե կուզեք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական այս հարաբերությունները, ինչպես 1000 տարի առաջ, այնպես էլ հիմա ոչ թե սովորական միջազգային, այլ հակոտնյա քաղաքակրթությունների հարաբերություններ են։ Քաղաքակրթություններ, որոնք կյանքի ու մահվան, պատերազմի ու խաղաղության, հերոսության ու հումանիզմի մասին ունեն շատ տարբեր, մեծամասամբ նաև հակոտնյա պատկերացումներ։ Նաև պետք է հիշել, որ Գորգուտ Պապի արձանը տեղադրված է Բաքվում։ Դուք դիտում եք Մանդելայի էֆեկտը։ Կհանդիպենք։